Նիստը մեկնարկեց քննիչի կողմից միջնորդության ներկայացմամբ, քննիչի դիրքորոշումները, որ խափամամիջոց կալանքը պետք է 2 ամսով երկարաձգվի, դռնփակ դատական նիստի ընթացքում է քննարկվել, ամեն դեպքում հարգեմ նշված կարգը, բայց պարզապես իմ գնահատականը, որը գործընկերներս եւս երկրորդել են, մեր համատեղ դիրքորոշումը փաստաբանական թիմի, որ այն ակնհայտ անհիմն միջնորդություն է, այսինքն անձին կալանքի երկարաձգման հիմնավորումների տեսանկյունից որևէ տվյալ չի ներկայացրել։ Հետևաբար մեր դիրքորոշումն է, որ այն ընդհանրապես պետք է մերժվի, բայց բոլոր դեպքերում նաև հնարավորության դեպքում այլընտրանքային խափամամիջոցների հարցը եւս ներկայացվել է։ Այսինքն, եթե դատարանը գտնում է, որ այս ակնհայտ անհիմն միջնորդությունը բոլոր դեպքերում ինչ-որ իմաստով փորձում է բավարարել, ապա այլընտրանքային խափամամիջոց կիրառ։ Ըստ էության, այս քրեական բարույթով, եթե չեմ սխալվում, նույնիսկ որևէ անձ կալանավորված չէ։ Ինտենսիվ գործողություններ իրենց պատկերացմամբ կատարվել են, որքանով որ հասկացանք, քննչական խումբը բաղկացած է ռեկորդային թվից, 100-ից ավելի քննիչներից, այս իմաստով արդեն տրամաբանությունը հակառակ է գործում։ Այսինքն քննչական խումբը պետք է անի այնքան գործողություններ, որ կալանքի անհրաժեշտություն չլինի։ Հիմա կամ 100-ից ավել քննչական խումբը ջանասիրություն չի ապահովել, այդ հիմքով պետք է կալանքը մերժվի, կամ ջանասիրությունը ապահովել է, ռիսկերը նվազել են, այդ հիմքով մերժվի։ Եթե գտնում են, որ հիմնավոր կասկածը կա, որը գտնում են, որ ընդհանրապես չկա։ Սա է։ Ստանյանի տրամադրությունը ինչպիսին է։ Այնպես ինչպես իրեն ճանաչում եք, ժպիտը դեմքին, տրամադրությունը տեղը, կամքը տեղը, ոգին տեղը, որևէ մի մտահոգվելու առիթ իհարկե չի տալիս, պատվով կրում է այս զրկանքները, ապօրինի քաղաքական հետապնդումը եւ դրանից բխող կալանքը։ Բոլորին իհարկե իր երախտագիտության խոսքն էլ հայտնել։ Պատրաստ է ցանկացած տեսակ որոշման ձեզ։ Միանշանակ ինքը պատրաստ է, անկեղծորեն ասեմ, ըստ էության որպես պաշտպան, սա իմ վերջին դատական նիստն էր։ Ես վաղը ներկայացնելու եմ միջնորդություն փաստաբանների պալատին, իմ արտոնագիրը կասեցնելու վերաբերյալ։ Դատավորին նաև նշված հանգամանքը բացահայտեցի։ 8 տարիների ընթացքում ակտիվ փաստաբանական գործունեության ես չեմ ունեցել պաշտպանյալ, որը կալանքից ազատ արձակվի եւ որին կրկին կալանավորելու հիմք առաջանի։ Մեկ դեպք չեմ ունեցել։ Դրա համար շնորհակալ եմ բոլոր այն անձանց, ում շահերը պաշտպանել եմ, եւ նաեւ շնորհակալ եմ նրա համար, որ նման հարգանքը առկա եղել է։ Այս դեպքում առավել եւս նշվածը առկա կլինի, որի երաշխավորությունը եւս փոխանցել եմ դատարանին։ Պարոն Վարդևանյան, իսկ դատավորի անձը որքանով է պայմանավորված որոշման իրավացության հետ։ Դատավորի մասին այնուամենայնիվ շատ դրական կարծիքներ չկան։ Առնվազն այսպես ձևակերպեմ, դատական ակտի հրապարակումը նշանակվել է 9:20, հաջորդ օրը։ Արդյոք հնարություն կար անմիջապես դատական ակտ կայացնելու, կար։ Ինչի դատարանը այսպես որոշեց, կդժվարանամ պատասխանել։ Կարող էր ավելի լավ, այսպես ասած, մակագրում լիներ, լավն էլ եկեք օգտագործենք օրինակ վարկանիշավորման համակարգը, որը փաստաբանական համայնքը ակտիվորեն իրացնում է եւ նաեւ որը համընկնում է հանրային ընկալման հետ դատավորների գործունեության։ Այդ իմաստով իրավիճակը որ որոշում առավոտյանն է հրապարակվելու ինչ որ դա միշտ որպես կանոն մեր գործունեության շրջանակներում մեկնաբանվում է 50-50-ի տրամաբանությամբ, բայց առնվազն այն միջնորդությունը, որը ներկայացվեց, որի բովանդակության վերաբերյալ մեր հակափաստարկները ներկայացվեցին, անկեղծորեն եմ ասում, կարելի էր պարզապես 30 րոպեում դատական ակտը կայացնել, մերժել, Ալեքսան Ալեքսանյանին ազատել դատական նիստերի դալիճից։ Դրա հնարավորությունը միանշանակ կար։ Դատարանը ամեն դեպքում կարող է նաև օգտագործել այն տրամաբանությունը, որ միջնորդությունը ծավալ ունեն, նյութերը ծավալ ունեն, բայց հավատացեք, կարծես ուղղակի էջեր բովանդակություն չկա։ Վարդևանյան եւ մի հարցելի մի քիչ թեմայից շեղվող անդրադառնալով ուժեղ Հայաստանի գործունեությանը մարզերում այսօր Նիկոլ Փաշինյանը սպառնացել է, որ պետք է ամեն բան անի նման գործողություններ արխիվելու համար, պատճառաբանելով, որ մարդկանց խնդիրները պետք է լուծեն մարզպետարանները, համայնքապետարանները եւ թակարդ է անվանել բարեգործությունը։ Ինչու է այսպես արձագանքել։ Թե ինչու է այդպես արձագանքել, երևի թե ճիշտ է իրեն հարցնել, առնվազն կարծես թե բարեգործության արգելքը, որը կիրառվել էր ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում, դրանից ավելի վաղ շրջանում, երևի թե բավարար չէր։ Ուղղակի հիշեցման կարգով Տաշիր բարեգործական հիմնադրամը երբ բարեգործությամբ էր զբաղվում, Հայաստանում երևի 1 կամ 2 բարեգործական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձ է եղել։ Իսկ հիմա դրանով ամեն ինչ ասված է։ Իսկ թե ինչ ծավալի բարեգործություն է կատարվել
Հայաստանի Հանրապետությունում այս ողջ տարիների ընթացքում, դա էլ շատ լավ բոլորը գիտեն։ Վստահ եմ, իրենք էլ լավ գիտեն։ Եվ մի հարց էլ հեծի եւ կառավարության այդ արբիտրաժի վեճի հետ կապված, նաեւ դրան անդրադառնալով վարչապետն ասել է, որ ժամանակին, երբ որ Լիպարի Դրմեյանը աշխատում էր կառավարությունում, աշխատել է ի օգուտ հեծի։ Ինչու է այս մասին հիմա հիշել վարչապետը եւ նաեւ հանձնարարել է, որպեսզի զբաղվեն Դրմեյանով եւ զբաղվում են։ Իդեպ այն, որ մենք միշտ տեսնում ենք նոր նշած զողի սահմանում հնարավոր քաղաքական հետապնդումների իրավական ռեպրեսիաների, դա փաստ է։ Առաջին անգամ նաև տեսանք, որ ասուլիսի ընթացքում հնարավոր է ուղիղ, այսպես ասած, հանձնարարական փոխանցել իրավապահներին եւ այդ հանձնարարականի կատարողականի որոշակի փուլ արդեն մեկնարկի։ Ես նաև լսեցի, որ արբիտրաժում իբրև կառավարության դիրքերն են լավ, թե ինչ, դա էլ իրականությանը չի համապատասխանում։ Ինչպես արբիտրաժի որոշումը չեն կատարել, կայացված որոշումը մինչ օրս չեն կատարել, այդ նույն վիճակը շարունակվում է, որը ունենալու է բացասական հետևանքներ, իսկ կոնկրետ Լիպարի Դրմեյանի վերաբերյալ կարող եմ ասել, որ կարծես թե հենց իրենց բոլոր փաստարկները ներկայացնելու, պայքարելու, այդ թվում թող ինձ ների ինքը աբսուրդային փաստարկների ներկայացնողը ինքն է եղել։ Այսինքն իրենց շահերը, ոնց իրենք գնահատում են, որ լավ է եղել, այդ ամբողջի հիմքը դրել է Լիպարի Դրմեյանը։ Այլ հարց, որ օրինակ Հայաստանի Հանրապետությունում կա սահմանադրություն, հասա տրիվիալ մի պնդում է, չէ՞։ Այդ այնց տրիվիալ պնդում է, որ արբիտրաժի որոշումները պետք է կատարվեն։ Լիպարի Դրմեյանը դա էր ասել։ Մնացած առումով ամեն կերպ պաշտպանել էր ինչ որ իմաստով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները։ Եկեք դա էլ հաշվի առնենք, բայց նաև իհարկե այդ ասուլիսի ընթացքում կարծես կրկին չասվեց, չէ՞ որ կառավարությունը մեկ անձ է։ Երևի հեսա մյուս ասուլիսին կրկին դա կհիշեցվի, որ կառավարությունը մեկ անձ է։ Իսկ ինչու հիմա հիշեց հեծի եւ արբիտրաժը։ Կրկին անկեղծ եմ ասում, ես այդ հարցի հասցեատերը չեմ, ես մեկ բանը կասեմ, ամփոփելով ձեզ էլ շնորհակալություն հայտնելով, թող ազատություն լինի բոլոր քաղբանտարկյալներին։ Հայաստանի Հանրապետությունում թող չլինեն քաղբանտարկյալներ, թող իրավունքը գերակայի եւ կալանքը որպես գործիք, որպես պատժիչ գործիք չիրացվի։ Իսկապես դա սազեկան չի մեզ։ Ընդհանրապես հայ մարդկանց դա սազեկան չի։ Կարող է ինչ որ մի հասարակությունում կալանքի ֆետիշացումը ինչ որ կերպ ընկալվի, ինչքան էլ ապօրինի լինի, բայց ոչ Հայաստանում։